Ժլատ կալվածատիրուհին։ Շվեդական հեքիաթ։ Կար չկար մի հարուստ կալվածատիրուհի կար, եւ այնքան ժլատ էր նա, որ ոչ իր վրա էր ուզում փող ծախսել եւ ոչ էլ ուրիշների։ Իր աշխատողներին սովատանջ էր անում, իսկ երբ աղջիկները այլևս չէին կարողանում դիմանալ, թողնում փախչում էին նրանից, եւ ոչ ոք չէր ուզում նրա մոտ ծառայել։ Այդ ժամանակ Հալանդում կալվածատիրուհու կալվածքից ոչ հեռու ապրում էր մի խեղճ ու կրակ որբ աղջիկ։ Նա ոչ ուտելու բան է ունենում եւ ոչ էլ գլուխը դնելու տեղ։ Եվ ահա որոշում է գնալ այդ կալվածատիրուհու մոտ աղախին աշխատելու։ Աղջիկը գալիս է կալվածք, իսկ կալվածատիրուհին ասում է. «Ես քեզ կվերցնեմ միայն պայմանով. քիչ կուտես եւ շատ կաշխատես»։ «Ես կարող եմ բոլորովին առանց ուտելու ապրել», ասում է աղջիկը։ «Իսկապես», ուրախանում է կալվածատիրուհին, ու աղջկան վերցնում է իր մոտ աշխատանքի։ Աղջիկը սկսում է ծառայել, ուժերը չի խնայում, ամեն ինչ ձեռքից գալիս է, եւ բացի այդ ոչ ուտում եւ ոչ էլ խմում էր։ Կալվածատիրուհին զարմանք է կտրում։ Աղախինը ոչ ուտում է եւ ոչ էլ խմում, բայց օրեցօր ավելի կարմրաթուշ է դառնում, եւ չի երևում, որ սովը նրան տանջում է։ Կալվածատիրուհին չի իմանում, որ աղջիկը թաքուն մտնում է խոհանոց ու այնտեղ կուշտ ուտում է։ Կալվածատիրուհին որոշում է ինքն էլ թողնի ուտելը, միայն թե նա շատ է վատանում։ Փորը ամբողջավուն կպչում է մեջքից, գլուխը պտտվում է եւ աչքերի առաջն էլ սևանում է։ Իսկ խորամանկ աղախինը նրան համոզում է. «Մի քիչ համբերեք, դժվարը 18 օր դիմանալն է, իսկ հետո շատ հեշտ կլինի»։ Ահա եւ հասնում է 18-րդ օրը, իսկ կալվածատիրուհու վիճակը շատ է վատանում։ Նա անկողին է ընկնում եւ ստիպված ուղարկում է պաստորի ետևից։ Պաստորը գալիս է ու տեսնում, որ կալվածատիրուհին բոլորովին չորացել է։ Նա հարցնում է, թե ինչ է պատահել, իսկ կալվածատիրուհին արդեն մի խոսք անգամ ասել չի կարողանում։ Հազիվ շշնջում է. «Աղախինը», ուզում է ասել, որ ամեն ինչում աղախինն է մեղավոր, եւ միայն փնթփնթում է. «Աղախինը»։ Այս ասելով հոգին փչում է։ Իսկ խորամանկ աղջիկը պաստորին ասում է. «Տիրուհին ուզում է ասել, որ ես նրա ամբողջ հարստության ժառանգորդուհին եմ»։ Եվ այդպես էլ լինում է։ Աղախինը ստանում է եւ փողերը, եւ կալվածքները, եւ ապրում է ուրախ եւ զվարթ։